ես բարձունքիդ վրա կանգնած կընտրեմ անմահության երգը, 4 ուրումնաշուրջ հովերում, 4 հովերում, որոնք ցորյաներու ծովերը հուզելով կուգան մազերուս մեջ նվագելու տրտունջը հայրենի ավերումի և փառքը աստղապսակ մարդուն, որն օրոցքն օրորվեցավ քո մեկ հյուղակի մեջ։ Հոգոշ հողըտ ծորդին կբուր է և կավը թե լուսազանգ, որոնց վրա տատրակները հայկակներու պես կպարկին ու հսկաներու պես կարթննան։ Քու կավըտ կակուխ է և արևեն խորխոլած, հատիկ առ հատիկ, փոշի առ փոշի, հազարավոր սերունդներու սրտերը շաղեց և երակներ են հոսեցուց։ Մանուկներուն մեջ վարդեր ծլարձակեց, արմաներու մեջ զորություն առնական, իսկ նահապետներուն մեջ անմահություն, երեխաներու այտերեն ու ալեզարդ մանուկներեն ծերերուք ու կավըտ են, որ կհոսի, վարդերու ու շուշաներու իսկության պես։ Աղբյուրներդ բյուր, հորդարատ, կաղցրաջուր, կարկաչուն, գետմը, այլև գետեր, գլգլալով կուգան դավրայեն ու սեյրան սարի կրնակը շոելով, կաղքին մեջ են կերթան ձգվելու համար ալեզարդ ալիսին ալիքը։ Ու իրենց ճամփին վրա մեկ կողմեն արտորայքը կոգին, մյուսեն իրենց հացուցած հոյները կաղան, կխաղան։ Հոգնատան սրտեր հացկերուքի կերթան և կազմված կորովով կիչնեն քաղաք մարդաշատ։ «1884 թվական, ապրիլն էր, ցրտաշունչ ձմեռը տակավին դեռ չի նահանջել, սարերից երեկոյան կոմսառը քամին գայլերի որնոց է հասցնում գյուղը, հողվորը ոտքի վրա է, եզներին կրկնակի կեր է տալիս, սրում է բահն ու բրիչը, ամբարներում ստուգում սեմնացուն։ Կաղ Սեդոն, լնգլնգալով գտել գյուղամեջը, հասավ եկեղեցի, սրան նրան հրմշտելով առաջացավ դեպի խորան աչքը չկտրելով Գրիգորից, մոմի լույսի տակ, Գրիգոր աղան թավ ձայնով կարդում էր Դանիել Մարգարեի պատմությունը, Սեդոն հենվեց առողջ ոտքին, ձեռքը դասեց փորին ու անբնական քխկաց։ Գրիգորը հայացքը կտրեց գրքի վերջին տողից, Սեդոն աչքով արեց, հատուկեն ժանգոտատամները բացելով ժպտաց։ Ասխեբը բան կուզեց զորս էնձի, անցավ Գրիգորի մտքով, հասկացրեց, որ գնա։ Չպիտի էշթամ, լսելի ձայնով համառեց Սեդոն։ Ըսելիքդ ինչ է ծով, Գրիգոր աղա, մանչ ունեցար, մանչ ունեցար, մանչ։ Գրիգորի հայացքը կայծկլթաց, գոտու արանքից արծաթադրամ դրեց Սեդոյի բռի մեջ ու ասաց. Տուն արի, քեզի կոշիկ ուտամ գոր։ Ժամերգությունն ավարտվեց, եկեղեցին լցվեց բուրվարների անուշաբույր խնկահոտով, հավատացյալները խաչահամբյուր տվեցին, Գրիգորը ցած իջավ բեմից։ Դանիելը դարձավ բանաստեղծ, բնապաշտ ու հայրենապաշտ բանաստեղծ։ Իր բանաստեղծական ժողովածուներում սարսուռներ, ցեղին սիրտը, հեթանոս երգեր և հացին երգը, գովերքեց, մարդուն, բնությունը, հայրենիքը, կոչ արեց պայքարել հանուն արժանապատվության ու ազատության, կոչ արեց ուժ, զորություն, հեթանոս մերգենից և հացից։ Դանիել Վարուժյանի ընդամենը 31 տարի տևած երկնային ուղին ոչ միայն համընկավ հայ ժողովրդի ամենաողբերգական ժամանակաշրջանի հետ, այլև հատկանշեց ստեղծագործական մեծ թռիչքներով, կրթական ու հասարակական գործունեությամբ։ Դանիելը հավատում է, որ նոր արշալույս կծագի հայոց երկնակամարում, որ իրենց սերունդը կարող է բերել ազատություն ու խաղաղություն։ Իր ձոն բանաստեղծության մեջ պայքար ու վրեժ երգեց,
Հեթանոս երկերում ավետեց. մենք, զավակներ Տոգոստափային, պիտի կերտենք նոր աշխալույս։ 1915 թվականին իր մյուս բախտակից մտավորականների հետ թուրք քրոսակների կողմից ձերբակալվելով եւ տարվելով աքսորի, Դանիել Վարուժանը չդադարեց ստեղծագործել անգամ աքսորի ճանապարհին։ Մեր ազգի մայրամուտին իր աչքի առաջ Վարուժանը շարունակեց ստեղծագործել իր հացին երգը բանաստեղծության համար։ Կարակի արյամբովուն նա երգեց հացը, հավատալով մեր ժողովրդի վաղվա օրվան։ Իր կյանքի շատ կարճ ընթացքի մեջ Դանիել Վարուժանը այնքան մնայուն արժեքներ է ստեղծել եւ արեմտահայ գրականությունը հարստացրել այնպիսի չքնաղ ստեղծագործություններով, որ նրան կարող ենք համարել մի բացառիկ երևույթ, բացառիկ դրսևորում հայ իրականության մեջ։ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում Գենտի համալսարանում ուսանած Դանիել Վարուժանը իր ժամանակի ամենակիրթ հայերից մեկն էր, որն այդ կրթությունը սկսեց տարածել իր հայրենի գավառում, ուսուցչություն անելով։ Քանզի նա հավատացած էր, որ միայն կիրթ ու զարգացած հասարակությունը կարող է ունենալ արժանապատվություն եւ անկախություն։ Մխիթարյան միաբանության դպրոցի գրական մշակութային իրականությունը։ Բելգիայի Գենտի համալսարանում սովորելու տարիներին հնաստացած գիտելիքները եվրոպական արվեստի ու գրականության մասին։ Միջավայրը, որում ապրեց Դանիել Վարուժանը, ձևավորեցին իր աշխարհայացքն ու գեղագիտությունը, ու նա սկսեց գեղեցիկ նայել աշխարհին, գեղեցիկ ու լուսավոր անգամ իր մահվան պահին, երբ գոչեց. «Ինչ փույթ իմ կյանքը մեռնող, երբ երազն իմ կապրի, երբ երազն իմ անմահ է»։ Հովեր կանցնին, ու ցորյաններս հուշիկ կարթննան, իրենց խորքեն կղոսի դողման սահման, գեղադալար կողերն իվար բլուրին, ծովեր կանցնին, հովեր կանցնին, այնքան կհորդի, կկատրի դաշտը հուրթի, որ պիտի հոն արածող ուլը խեղտի, գոգին մեջեն ալետատան հովիտին, ծովեր կանցնին, հովեր կանցնին, ու ցորյանին պատմուճանները ծփուն, մերթ կպատրին, մերթ կկարվին փողփողուն, ըստվերու մեջ, լույսերու մեջ փրփրագին, ծովեր կանցնին, հովեր կանցնին, քիսերուն տակ կալե ծփին եղիներ, ուր լուսնյակն իր սափորին կաթն է հոսեր, կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին, ծովեր կանցնին, Հովեր կանցնի, զմրուխներով կծփա դաշտ անհուն, ծիտը կերքե թարաշճյուղի մորորուն, միջիրտակեն ցորյաներու մոլեգին, հովեր կանցնին, ծովեր կանցնին, Արտս ոսկունն է նման ոցերու, ցորեն է բռնկեր առանց այրելու։ Արտս ոսկունն է, երկինքն է կրակ, փողը խլխլած ծղոտներուն տակ։ Արտս ոսկունն է քարաշար հասկեր, քարաշար սաթով արև են հակեր։ Արտս ոսկունն է, բոր, նեղու, պիծակ, քիստերուն մեջ են, կանցնի զերդ փայլակ։ արտս ոսկունն է, մերթ կելե հովեն, դեղձանիկ մթիր, ոսկեցուպ ծովեն, օրոր, ոսկուն արդ, օրտուր հասուն արդ, Գամ ոսկի թնձեմ, մանգաղով արծած։ Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թողլա, ոչ արյուններ, հրտին քոսին, լայն երակին մեջակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, օրներքություն թողլա, արևմտյան կողմն աշխարհի բերիություն թողլա, ամեն աստղեց ցող կայլակի, ու ամեն հասկ ձուլե ոսկի, եւ ոչխարները երբ սարի վրա արածին, ծիլ ու ծաղիկ թողլա։ Հյուսիսային կողմն աշխարհին առատություն թողլա։ Ոսկի ծովում մեծ ցորյանի, հավետ լողա թող գերանդի, ու լայն ամբար նաղուներում երբ բացվի, բերկրություն թողլա։ Հարավային կողմն աշխարհի պտղաբերում թողլա։ Ծաղկի մեղրը փեթակներուն, հորդի գինին բաժակներուն, ու երբ տխեն հարսները հացը բարի, սիրերգություն թողլա։
Սերմանողներ, մեր կկանգնի մայրամուտին շողերուն մեջ տրտնակ։ Ոտքին արջև հանդաստանեն հայրենի կտարատեն մեր գությունից անպատիժ։ Լի է ամբողջ ծորեներով աստղատ խորուն գոգնոցը։ Հարկեն հերվան, ծարավի, կսպասեն իր լանչի բուրին և բուրն այդ աստղերուն վրա մեր տարշալույս պիտվացի։ Մշակ, ցան է, հանուն տանը ծեղանի, թևից շարժումն ամպարագիս թողըլա։ Վաղն էտաս ծորեները տարդ կթապվին օրնության պես թորնիկներուտ գլխուն վրա։ Մշակ, ցան է, հանուն նոթի թշվարին, թող գոգնոցետ կես չելնի ապըտ բնավ։ Աղքատմ այսօր կրակին մեջ տաճարին վաղվա հունցքիտ համար վերջին ձեթը դրավ։ Մշակ, ցան է, հանուն տիրոջ նշխարին, թող մատներետ հորդին սերմեր լուսեղեն։ Վաղը ամեն հասկի մեջ կատնային, պիտ հասունա մասմը Հիսուսի մարմինեն։ Ցան է, նույնիսկ հերու սահմանեն։ Աստղերուն պես, ալիքներուն պես ցան է։ Տիտերն ինչ փույթ է հատիկներըտ կավերեն, տեղը աստված պիտ մարգրիտ սերման է։ Լեցուր ակոսը, հորդե հերկերը բարի, հողին ծոցեն արծաշաներ պիտ հոսին, օրը հակիրիկնանա կերկարի, շուքը թևիտ հորիզոններն աստղայի։ Եղեգնյա գրչով երկեցի պարքեր, քեզի ընծա, իմ հայրենիք, սոսյաց անտարեն էի զան կտրեր, քեզի ընծա, հին հայրենիք, եղեգնյա գրչով երկեցի քուրմեր, ընդ եղեգան փով լույս ելաներ, Եղեգնյա գրչով երկեցի կարոտ, ձեզի ընծա, հայ պանդուխտներ, անտար աշխարիկ բույսի մծղոտ, ձեզի ընծա, հեկ պանդուխտներ, եղեգնյա գրչով երկեցի հարսեր, ընդ եղեգան փող ողբ ելաներ, Եղեգնյա գրչով երկեցի այրում, ձեզի ընծա, սուրի զոհեր, անծլած էր մոխրի մեջ իբրև կնյուն, ձեզի ընծա, կրակի զոհեր, Եղեգնյա գրչով երկեցի վերքեր, ընդ եղեգան փող սիրտս ելաներ, Եղեգնյա գրչով որբ տունս երկեցի, քեզի ընծա հայր ալեհեր, ցամաքած աղբյուրեն մեր զան հոտեցի, քեզի ընծա մայր կարևեր, Եղեգնյա գրչով օջախս երկեցի, ընդ եղեգան փող ծուխ ելաներ, ու պայքար երկեցի, քեզի ընծա հայ մարտիկներ, գրիչս եղավ անցրոց սրտերում հնոցի, ձեզի ընծա քաջ մարտիկներ, եղեգնյա գրչով վրեժ երկեցի, եղեգան փող ոնց ելաներ։ Դանիել Վարուժանի եղերական մահից 24 տարի անց ձմռանը Հալեպի արվարձաներից մեկում այն թափից տարագրված հայերի Մարիամ Հալաջյանի և Գևորգ Անթապրյանի ընտանիքում պետք է ծնվեր մի արու զավակ։ Հայրը որդուն Հակոբ անվանակոչեց, բայց ինչ իմանար Գևորգը, որ որդին պետք է բռնի մեծ գրողի ճակատագրական ճամփան դեպի Վենետի, Մուրադ Ռաֆայելյան վարժարան և օ հրաշք հանգրվանի նույն այն սենյակում, որտեղ ուսման տարիներին ապրել էր Դանիել Վարուժանը։ 1954 թվականին պատանի Հակոբը, որ ապրելով Դանիել Վարուժանի ննջարանում, անիմանալի ու անտեսանելի կերպով պիտի լծվի, տոգորվի ազգային իղձերով ու շարունակի Դանիել Վարուժանի կիսատ մնացած ճանապարհը դեպի աղբյուրը լույսին։ 1954 թվական էր, երբ պատանի Հակոբը ոտք դրեց Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարան։ Երանելի տարիներ, նրա առջև բացվեցին աշխարհի գիտելիքների շտեմարանը, միաբանության հարուստ գրադարանը։ Մուրադ Ռաֆայելյան վարժարանը պատանում մեջ թրծեց ու ձևավորեց իսկական հայը։ Մխիթարյան վարդապետների անկոտրում կամքը աշակերտների սրտերի ու հոգիների մեջ ազգասիրության սաղմեր գցեցին։ Այդ օրինակով էլ ձևավորվեց Հակոբ Անթապյանի կյանքի ուղին։ Նա իր առջև դրեց նույն խնդիրն, ինչ Մխիթարյան հայրերը։ Սերունդների մեջ ազգասիրություն քանդակել, ազգային արժեքներ սերմանել,
եւ չհոգնել այդ գործում։ Պայքարել հանուն հայ մշակույթի եւ հայ ազգի։ Բայց ինչ իմանար իր մասնագիտական փառքին ու հաջողություններին հասած Ակոբ Անթապլյանը, որ իր կյանքի պատկառելի մի փուլում պետք է ետևում թողնի ամեն ինչ, ամուր գրկի ազգային տենչն ու իղձը եւ դառնա դեպի մայր հայրենիք, այնպես ինչպես իր բանաստեղծական տողերում։ Սեմիտ կանգնելու, հողը տպագնելու, արցունքներովս ոտքդ սրբելու, իմ սուրբ ու անգին, երկիր Հայաստան։ Օտար ափերում ծնված մանկան պես, մորը կարոտի պապա գշութիս, կուգամ սնվելու ոգովը տամբից, երկիր նայրի, աշխար Հայաստան։ Ես քեզի կուքամ, սրտաբաց, համեստ, վերակնքվելու ջրով սևանի, իմ սիրտս ձոն է, ամեն մի հայու, որ ես նույնանամ, քեզնով Հավիտյան։ Մենք նույն կաղնի տարբեր ճյուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք, նույն չար ոսոխի միակ զոհերն ենք, բայց երկիր հայու, եղբայրն այր։ Ես քեզի կուգամ հեզու երկյուղած, սեմիտ կանգնելու, թուշըտ պարգելու, արցունքներովս հողը ծրպելու, բայց սուրբ ու անգին, երկիր Հայաստան։ Սուրբ լեռնեմ բխած, բջիջ մնեմ ես, նոյի տապանին մասունքն անկորույս, լույսի ակունքեն ժայթքած բարք նշույ, մարդե պղծած տանջահար էակ, կերթամ հանգելու լույսի ակունքին։ Ինձի կոչեցին հայ ու արմենի, սև ու սուկ տեսա, սով ու անապատ, դարեր շարունակ վտարանդի որք, բայց միշտ մնացի մասնիկն սուրբ լեռան, լույս ու հույս սրտիս, ակունքն դառնալու։ Ազգս տապալեց, հույնը բարեկամ իր պատրանքներով Սելջուկին ծախեց, պարսիկն հարևան ջահ հավատքիս ուզեց ոտնակող մոխիր դարձնել, Օսմանցին գազան, սիրտս հոշոտեց։ Թեև խոշնանգված, բայց չմերանք մենք, ցավատանք ինկանք, բայց միշտ անխորտակ, ձմեռվա բուքին չասիրտ մարդոց, ձեռքերով խաչված, երիցս տանջված, բայց գառնա շունչով, հարություն առնի։ Դուն կալանվածի հույս անսասան, ու հերոսներու երազանքը, դուն մարդիկներուն դրոշ սրբազան, զոհված զինվորի պատանքը մաքուր, դուն բարձր լեռան գագաթը անհաս, ու խոհուն մարդու իղձերի արքան, դուն մարգարեի սուրբ պատգամ ու խոսք, և զրկյալներու ցասումը ամբոստ։ Դուն արծիվներու ճախրանքը վսեմ, դուն երկնքի դուր, երկնքի սեմ, դուն բազմաչարչար մեր ժողովրդի ջահը մշտավար, ոլորտը մարտի։ Դուն բոսներու վեխոսքը խիզախ, ընկճվածներու խուլկան չանխոս, դուն ամբողներու վիշտը խոխողված, ու դիցազուներու երկը հրաբոր։ Դուն, բռնապետի մեջ սրտի ձունված դրույշ դար, դարավոր դաշույն։ Դարավոր դաշույն։ Ես ստրուկներու լուսատենչ կյանքի մուր հակը անգին։ Նահապետներու արյունով ոցված դրոշ դուն ծպում, դուն կոթող։ Սուրբ լեռներն բխած բջիջը մնեմ ես, նոյի տապանեն մասուն կանկորույս, լույսի ակունքեն ժայթքած բարք նշույ, մարդե պղծված տանջահար էակ, կերթամ հանգելու ակունքը լույսի։
Ինչպես Դանիել Վարոժանն էր հավատում իր ազգի հարությանը եւ իր ազգի վերենձուղմանը, եւ անգամ մահվան պահին գոչելով ինչ փույթ իմ կյանքը մեռնող, երբ երազնիմ կապրի, երբ երազնիմ անմահ է, այնպես էլ իր մտքի ու երազի շարունակողը Հակոբ Անթապյանը հավատաց իր ազգի հարությանը, հավատաց ու լցրեց ազգի քնած միտքը, ազգային ոգին զարթնեցնելու սուրբ գործին, սփյուռք ու մայր հայրենիք միակամ դարձնելու գաղափարին, եւ այդ հավատը նրան տարավ դպրոցից դպրոց, քաղաքից քաղաք։ Ես կհավատամ ազգիս հարության ու արդարության նժարը խախտող կաշառակերին անհույս պարտության։ Ես կհավատամ շաթելերու խորքին ծվարած մանուշակներու բուրավետ պտման, ժայռերի ծարպին ծաղկող մայրին, սուտերու կողքին ճիշտ ճշմարտության։ Ես կհավատամ դարերու խորքեն հարություն առած, հայոց հանճարի փայլատակումին, հավերժի խորքը ընդմիշտ մխրճված, անխաղտ, անսասան, մեր մասի սարին։ Հուզիչ է դեսնալ երդասարդ ծերունդը Սյունիքի մեջ, որ Դանիել Վարժան գարդասան է արեմդահայերեն, նույն հոգեվիճակով, որ ինքը կրած է։ Հուզիչ է ինձի համար, որ զանազան բարականերում կրած են ոդանավորներ, որուն էությունը և ոգին մեկ բան է, հայը և Հայաստանը։ Այդ մեկ տարվա ընթացքին բավական հարաշտիմություն կատարած եք, որպես ասմունքով քնահատելի է և մեծապես կարևոր է։ Քնահատելի ան, որ զգացումով գարդացանեք։ Ամեն մեկ բառ իր իմաստը ունի, որպեսզի բեռնեն երթա ուղեղին, ուղեղին երթա սիրտը։ Սիրտեն դառնա ապրելակերպ։ Մեր նպատակը որպես բանաստեղծ ինչ է, որ մեր բառերով, մեր զգացումները ցեդի հաղորդվին եւ ադիգա դառնա իրականություն։ Եվ որ գսենք մենք նույն գաղնի դարբեր ջուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք և նույն ոսոխի միակ զոհերն ենք։ Այսինքն հայությունը ուր որ արըլա, Հայաստանի մեջ, Արցախի մեջ, Սփյուռքի մեջ նույն զգացում ունի, թեպի իր հայրենիքը և միաժամանակ նույն ոսոխի զոհն է։ Թուք աստեղ սփյուռքահայը դարբեր երկիրներու մեջ։ Պատմկամը հիմնականորեն աս է, Դանիել Վարժան գտեցնա, որ արշալույսը պիտի ծագի։ Այսինքն Հայաստանը անկախ պիտի լա։ Նույնպես ես դեմը կրած եմ բանասուդության մեջ, ապրիլ 24-ին արդյոք կլսեք այդ զանգերու ցայնը, որ Արարատեն բխած կդարածվի բոլոր հայության։ Այդ պիտի լա հիմնական պատգամը։ Դուք չանքեր թրած եք մեկ նպատակի համար, մեզի հաղորդելու ինչ որ ես և Դանիել Վարժանը ասած է, որ պատգամը աս է, թուն հայ ես, Հայաստանի դիրությունն է, թուն հայ ես, որ եվետիս հող մին զիչիր թշնամիտ, թուն հայ ես ուր ալաբրիս, Երևան, Սյունիք, Ստեփանագերտ կամ Լոս Անջելես։ Այդ գաբն է, որ մեզի մեր ապական պիտի գերտե։ Մեր մտավորականները զոհվեցան
երդացար տարիքին 28-30 տարեկան, 40 տարեկան, 50 տարեկան մեկ նպատակով չուզեցին լքել հայրենի հողը, յանքերնին դվին, բայց խաղապարը սրսկեցին հաջորդ սերունդներում։ Ուրեմն գեզրակացնեմ ասելով, որ հաջելի էր մեծաբես կգնահատեմ այդ չանքերը, որ դրած եք, հարաշտիմություն կա ձեր ասմունքի մեջ, շարունակեցեք այդ ոգին և դարածեք ձեր շրջակայքը։